Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Նարեն և Խորենը խոհանոցում նստած են։ Երբ անսպասելիորեն Խորենն ասում է, որ պետք է ճանապարհ ընկնեն դեպի ջերմուկ։ Այդ պահին Նարեի դեմքին միանգամից արտահայտվում է զարմանք ու թաքնված տհաճություն։ Նա չէր սպասում, որ նման պլան կդրվի իր վրա, հատկապես երբ նրա միտքը զբաղված էր առաջիկա հանդիպմամբ Հայկի հետ։ Նա հասկանում է, որ կանգնած է ընտրության առաջ՝ չեղարկել խոստացած հանդիպումը սիրած մարդու հետ կամ էլ մերժել ընտանիքի բարեկամին, վտանգելով ընտանեկան հարաբերությունների շղթան։ Նարեն զանգահարում է Հայկին ծանր սրտով, հստակ գիտակցելով, թե ինչ է սպասվում զրույցի ընթացքում։ Հայկը միանգամից զայրանում է, արդեն իսկ զգալով, որ նրա կարևոր պահը երկրորդ պլան է մղվում։ Նարեն փորձում է բացատրել, որ ինքը ելք չունի, բայց Հայկը ավելի վճռական է, ասում է, որ միշտ կա ելք, պետք է միայն ցանկանալ։ Սակայն Նարեն, չնայած ներքին պայքարին, գնում է ջերմուկ։ Նույն ընթացքում Սոնան ապրում է հարաբերական անդորր, պահելով արտաքին հանգստություն, բայց ներսում փորձելով հասկանալ, թե որ ուղին է ճիշտ։ Նա դեռ չի փախչում վռամիտուն, սակայն միևնույն ժամանակ շարունակում է իր մտածած որոշման ուղին, առանց այն թաքցնելու հորից։ Ցերեկը նա իջնում է խոհանոց, ջուր խմելու։ Հենց այդ պահին նրա հեռախոսից լսվում է հաղորդագրության ձայնը։ Աբոն միանգամից արձագանքում է, նա մոտենում է դստերը, պահանջում կարդալ հաղորդագրությունը։ Սոնան զայրացած է այդ ներխուժումից, բայց այլընտրանք չունենալով ցույց է տալիս։ Աբոն տեսնում է նամակները, որոնց բովանդակությունը հստակ վկայում է, որ Սոնան այս ամբողջ ընթացքում աշխատել է փախուստի պլանի վրա։ Նրա աչքերը լայն են բացվում, դավաճանված զգալով։ Նա հասկանում է, որ Սոնան ոչ միայն չի հրաժարվել վռամից, այլև պատրաստվում է քայլել մինչև վերջ։ Իսկ այս ընթացքում Արմոն Վռամին առաջարկում է օգնություն Սոնային միանալու համար։ Վռամը զարմանում է Արմոյի խոսքերից, բայց Արմոյին հաջողվում է համոզել Վռամին, որ վստահի իրեն։ Նարեի որոշումն արդեն ընդունված էր, եւ նա Խորենի հետ միասին նստած էր մեքենայում, ուղևորվելով դեպի ջերմուկ։ Ճանապարհը թվում էր անսահման երկար ու անհանգիստ, սակայն այդ ճանապարհը հանգարցակի ընդհատվում է։ Հայկը մեքենայով կտրելով Նարեի մեքենայի ճանապարհը կանգնում է նրանց դիմաց։ Նա դուրս է գալիս մեքենայից, վճռական քայլերով մոտենալով Նարեին։ Նարեն խուճապի է մատնում, ոչ միայն այն պատճառով, որ ամեն բան այնքան բարդ է դարձել, այլև այն, որ եթե Խորենը իր հորընկերոջ որդին պատմի Սակոյին, թե ինչ տեսավ, ապա այս մեկ քայլը կարող է փլուզել իր վստահություն հոր աչքերում։ Նարեի ներսում ամեն բան մի պահ քարենում է։ Նրա միտքը ճնշվում է խուճապով ու պատասխանատվությամբ, միևնույն ժամանակ կորստի վախով։ Հայկը այնտեղ էր, ապրելով խանդ, ցավ, անորոշություն։ Խորենը կողքից ոչինչ չասացող, բայց հնարավոր պատմող, իսկ Նարեն այդ ամենի մեջ, չգիտելով, փորձել փրկել իրեն, Հայկին, թե ամբողջ ճշմարտությունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աբոն հեռախոսից եւս կզրկի Սոնային։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բանա մեջը սովորական ինչ հրանձողել կամ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգստել ենք, պատրաստել է, ականչանով, բանով, ամեն ինչով, տեղին, հետո պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեկ։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք։ Աշմետ ժամ կասես։ Հեծանցքես աղբերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամ Ինձ ջարից մի քանի հատիկ բանա մեջը սովորական
Ինչ Բրանձով էլ կամ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստներ ենք պատրաստել է, Աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեզ։ Գոնե համամով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավը քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք կարակն ու շոկոլադը։ Պետքա ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք այլորա։ Մի փոքր վանիլին։ Մի քիչ է լավ։ Աղ ինչի համար է։ Կա, բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ին եմ հարցնել, դուր չեմ ասում։ Դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ ես որ եկա։ Մի փոքր պետքա լինի կակաոն։ Տեսում եք նայսես 4 մասի, այսպես։ Դեղա։ Կիբա տեղափոխում դեռ։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չէին քարել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է։ Շոկոլադե բլիթ։ Մարոժնին ու մարինան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բարշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրան։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել որկատեղը, ես չափեցի, և հիմա դա նույնքի վար, սարսափելի կիպ, 81 սանտիմետր, 81 սանտիմետրն է իմ բոյի ու կատնվածքի համար շատ է, դունակատեք չեմ ուզած մարզասրան, են դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70, մինիմալ իմ